Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանի սաներն են։ Նրանց կատարած եռակցումը գրեթե հավասար է վարպետի աշխատանքին։ Բացի դրանից փայլուն գիտեն տեսական մասը։ 9-րդ դասարանն ավարտողներին այստեղ առաջարկում են մի շարք մասնագիտություններ, դրանցից մի քանիսը պետության համար գերակա են։ Ուսովորողները 50,000 դրամ կրթաթոշակ կստանան։ Մի մտածեք, որ եթե ինքը կոչվում է նախնական արհեստագործական ուսումնարան, դա նշանակում է, որ մեզ մոտ դիմում են պարտադիր այն երեխաները դպրոցից, ովքեր որ ունեն թույլ ունակություններ։ Ես հավատացնում եմ ձեզ, օրինակներ կարող եմ բերել, բայց չեմ անդրադառնա այս անգամ, ուրեմն մեզ մոտ սովորում են տարբեր ընդունակությունների դեր երեխաներ։ Ես հպարտությամբ ասում եմ, որ մեր մոտ սովորել են այնպիսի երեխաներ, որոնք որ դպրոցում ունեցել են 8-9, ուրեմն միավորներ։ Ուսումնական գծով փոխտնօրենը գլխավոր առավելությունը պրակտիկաները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում անցկացնելն է համարում։ Շեշտում ապագա արհեստավորները հնարավորություն ունեն տեսնելու արտադրական գործընթացը երկրի ամենախոշոր ձեռնարկությունում։ Ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար մեր մոտ արտադրական պրակտիկաները անցեկացվում մեր հավատարիմ գործընկերոջ ԶՊՄԿ-ի մոտ, որը բավականին գնահատելի եւ գովելի է, որովհետեւ մեր երեխաները այնտեղից գալիս են բավականին դրական արձագանքով, քանի որ մոդուլային ուսուցում է ինքը ունակությունների կարողությունների վրա միտված ծրագիր է։ Դրա համար կարևորում ենք այդ փաստը, որ հիմնականում պրակտիկաները անց են կացվում ԶՊՄԿ-ում համապատասխան ստորաբաժանումներում։ Գերակա մասնագիտություններում ընդունելություն հիմնական կրթության հիմքով լինելու է նաև Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում։ Օգտակար հանածոների հարստացնող, էներգետիկ, շինարար ու կապի մոնտաժող դառնալ ցանկացողներն այստեղ կրթության ընթացքում 50,000 դրամ կրթաթոշակը կպահպանեն, եթե առաջադիմություն ցուցաբերեն։ Մինչդեռ առաջին կուրսում այդ գումարը կստանան անկախ գնահատականներից։ Պրոֆեսորադասախոսական կազմը բավականին բարձր կրթություն ստացած անձնավորություններ են մեր մոտ աշխատում, որովհետև յուրաքանչյուր մասնագետ պետք է իր մասնագիտության մեջ բավականին ունակ լինի, հմտացած լինի։ Կարևոր է նաև կրթության շարունակականության ապահովումը։ Լավ սովորող աշակերտները քոլեջ են գալիս միանգամից պետական բուհերի երկրորդ կուրս ընդունվելու ակնկալիքով։ Ես ունեմ գերազանց առաջադիմություն եւ ցանկանում եմ քոլեջ ավարտելուց հետո կրթությունը շարունակել պոլիտեխնիկում միանգամից երկրորդ կուրս եւ խորհուրդ եմ տալիս բոլոր այն աշակերտներին, ովքեր ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն եւ ովքեր հետաքրքրված են բացլեռնային աշխատանքներով, գան քոլեջ։ Այստեղ մենք ունենք հմուտ դասախոսներ, որոնք մեզ կարող են բացատրել, մենք շատ լավ յուրացնում ենք առարկան։ Կապանի թիվ 3 կրթահամալիրն էլ միակն է, որ 9-րդն ավարտածներին առաջարկում է աշխատաշուկայում շատ պահանջված խառատ մասնագիտությունը։ Սա եւս պետության համար գերակա մասնագիտություն է։ Կրթահամալիրում իրականացնում ենք նախնական մասնագիտական արհեստագործական կրթություն եւ գործում են 4 մասնագիտություններ՝ եռակցման աշխատանքների տեխնոլոգիա, որակավորումը եռակցող, մետաղների մեխանիկական մշակում, հաստոցների եւ գծերի վրա, որակավորումը խառատ, վարսավիրական արվեստ եւ խոհարարական գործ։ Այստեղ եւս զոդողները մեծ հաջողություններ ունեն։ Յուրաքանչյուր ուսանողի հետ մեծ հույսեր եմ կապում, շեշտում է վարպետը հավելելով. Սկզբում վախենում էի, որ միայն բարձր կրթաթոշակի համար կգան։ Հիմա մասնագիտությանը սիրահարված երիտասարդներ եմ տեսնում։ Միանշանակ կարողանալու են սովորեն, աշխատեն եւ դառնան լավ մասնագետ, լավ եռակցող։ Բոլոր մասնագետները, բոլոր եռակցողները հոյակապ ընտանիք են պահում։ Հիմնական դպրոցն ավարտող երեխաների համար բացի Կապանից ու Քաջարանից, Մեղրին, Սիսյանն ու Գորիսը նույնպես ունեն միջնակարգ մասնագիտական կրթության առաջարկների ամբողջական փաթեթներ։ Հիշեցնենք, որ շրջանավարտները ստանում են եւ դիպլոմ, եւ միջնակարգ կրթությունը հավաստող վկայական։